այս դարերի ընթացքում այնքան է կուտակվել, մեր գենի մեջ է արդեն այդ ատելությունը եւ անհամերեշխությունը, այնպես որ շատ դժվար, ես չեմ պատկերացնում, անձամբ ես չեմ պատկերացնում։ Ես շատ խաղաղասեր մարդ եմ, բայց ինքս շատ բացասական եմ վերաբերվում դրան։ Փորձում են մեզ ստիպել, որպեսզի մենք ապրենք բանջարի քաղաքականությամբ, այսինքն հրաժարվենք մեր անցյալից, կասկածի տակ է դրված մեր ապագան եւ ապրենք անհասկանալի արժեքներով այսօր եւ սահմանափակվենք դրանով, կարծում եմ դա անթույլատրելի է։ Ընդհանրապես հայ ժողովուրդը իր պատմության մեջ բազմաթիվ անգամ տեսել է ջարդեր, կոտորածներ, դժվարին օրերի մեջով է անցել եւ միևնույն է մոխրից միշտ հառնել է։ Այս դեպքում էլ կանցնենք այդ դժվարությունները, չի ստացվի ոչ մեկի մոտ, կանցնենք եւ ես հավատում եմ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ունենալու է փայլուն ապագա։ Մենք աշխարհագրական այդպիսի դիրքում ենք, որ հա, բոլորը ասում են, որ մենք պետք է բոլոր մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենանք, բայց ես համոզված եմ, որ Թուրքիայի հետ исторически նենցա, որ մենք չենք կարող բարեկամանանք, ни в коем случае։ Ես գիտեմ, որ Թուրքիան հայերի հետ երբեք չի կարող համերաշխ ապրել։ Թուրքի գենի մեջ դա դրված է։ Գենետիկական խնդիր է դա։ Թուրքիայի հարցը մեր ու մանուկը նրանք մորթել են, ախր ոնց կարանք։ Դուք ուզեք իմանաք Փաշինյանի ասածի համար եք ասում։ Ես ճիշտ ասած ոչ մի բան իր ասածներից չեմ հասկանում, ինչքան ուզում եմ ըմբռնեմ, իմ մտքի չի գալիս։ Հələ որ ես չեմ տեսել մի հատ հարց, որ ինքը իր որ գոչում էր, գոռում էր, բոլորս ամբողջները խելագարվածի նման սենց մտածում ենք փրկիչն ա եկել մեր, բայց ոչ մի բան չարեց։ Եթե կարողանայինք Հայաստան այսպես վերցնել դնել Ավստրալիայում, հրաշալի կլներ, բայց մենք այդպիսի հնարավորություն չունենք։ Մենք պետք է ինչ-որ մի կերպ հարաբերություններ ստեղծենք մեր հարևան երկրների հետ, չնայած կա պատմություն, կա իրականություն, բայց այնուամենայնիվ աշխարհագրական մենք կողքի ենք ապրում, Երևակայի պետք է լինեն այնպիսի իմաստուն ղեկավարներ, որ կարողանան ինչ-որ ելք գտնել այս իրավիճակից։ Пашинян здесь не за тем, чтобы наши армянские национальные интересы продвигать. Он человек, который понятно, он в руках инструмент, этим инструментом работают против нас, против нашей государственности, против наших национальных интересов, без российского партнерства и так далее, мы абсолютно на гибель идем. Это вот его план на то, чтобы сдать вообще все это, нашу страну, нас. Այս պահին եւ մոտակա տարիներին Եվրամիության դիմելը գնալը մի քիչ շուտապույտ որոշում կլինի, ինձ դուր չի գալիս, ճիշտն ասած, որ ամեն մի Հայաստանում ծագած խնդրից հետո ինչ-որ ճակերտավոր քավորներ ենք ման գալիս, մեր ուժը մենք ենք, մենք պետք է փորձենք մեզ պաշտպանել ամենաառաջի հերթին։ Исторически так сложилось, что в данной ситуации մեր բարեկամը, ես տենց եմ տեսնում, կարող է լինել Ռուսաստանը։ Եվրոպային, գիտեք ոնց, Եվրոպային ու Ամերիկային մի փոքր ոնց ասեմ, для Америки и Европы, если будет выгодно, она в любой момент продаст Армению за один день. Это доказано уже. Поэтому я против этого евроинтеграции. Ես չեմ հավատում, ես դրան դրում եմ բացարձակ ձևով, քանի որ ես շատ մեծ ցավ եմ ապրել բոլորս միասին այս 44 օրյա պատերազմին եւ ընդհանրապես մենք ծեծել ենք դռները շալարերով կարծես փակել էին իրանք նույնիսկ իրանց այդ դեսպանատների որ մեզ մոտ չթողեցին մեր աղերսանքը ամբողջ աշխարհը չլսեց դա մեր համար նորություն չի 15 թվին էլ է տենց եղել նույնիսկ երկեր կան դրա համար որ մարդիկ հայությանը մորթում են լուրամանում ամբողջ աշխարհը Ես կարծում եմ որ պետք է մենք աշխատենք բոլոր երկրների եւ բոլոր ուժերի հետ Սակայն Եվրամիության ճանապարհին մենք տեսել ենք, որ բազմաթիվ պետություններ, եթե կոպիտ չասեմ, տեղ չեն հասել։ Ոչ մեկ մեզ չի սպասում Եվրամիությունում, բայց լավ եմ գնահատում աշխատանքը Եվրամիության հետ, եթե կկարողանան
կառուցել համագործակցություն, բայց ոչ այլ երկրների շահերի հաշվին, դա շատ կարևոր է իմ կարծիքով։ Մենք կարող ենք լինել բազմաթիվ պետությունների հետ բարեկամ եւ չոտնահարել այդ պետությունների շահերը։ Կարծում եմ դա պետք է հաշվի առնել։ Հետաքրքիր է, ինչը անպայման կամ նրանց հետ պետք է ընկերություն անել, ինտեգրվել այստեղ, կամ պետք է ինտեգրվել Եվրոխորհուրդ, ինչու հնարավոր չի նրանց հետ էլ ընկերություն անել, Ռուսաստանի հետ էլ ընկերություն անել, նամանավանդ Ռուսաստանի հետ եւ պատմական եւ աշխարհագրական կապը շատ ավելի մոտիկ է, Եվրոպայի հետ էլ հրաշալի։ Ես չեմ հասկանում այդ խտրականությունը։ Մենք կամ այստեղ կամ այնտեղ, չէ։ Պետք է գտնվել այնքան ճկուն, որ կարողանալ եւ ընկերություն անել Եվրոխորհրդի հետ եւ Ռուսաստանի հետ միանշան։ Բանակն է պետության առաջին անվտանգության երաշխավորը, բայց ցավոք ես ինքս չեմ նկատում, որ այնտեղ ինչ որ փոփոխություններ են տեղի ունենում։ Ելակի քաղաքականությունը մենք հիշում ենք սպաների բարձրաստիճան, ովքեր կարող են իրենց փորձով կիսվել ընդհանրապես եւ տալ շատ գիտելիքներ նոր սերունդին, իրենց դատում են անհասկանալի պատճառներով եւ ընդհանրապես մարդիկ, ովքեր անցել են պատերազմ, ունեն գիտելիքներ եւ այլն, այդ մարդկանցից կարծես թե փորձում են ազատվել։ Սա այն սկզբի մասին է, ես ապրելով ոչ Հայաստանում, այսպես ասեմ, փորձում եմ կարծիք հայտնել անվտանգության մասին, ինչա կատարվում այնտեղ։ Բայց այնուամենայնիվ կան հարազատներ, բարեկամներ, ոնց որ թե ապահով չի, իրենք իրենց ապահով չեն զգում, բայց ելի ասեմ, ես այնուամենայնիվ դրսում եմ ապրում, կուզենայի վստահ լինեի, որ այնտեղ մեր հայրենակիցները ապրում են անվտանգ երկրում։ Ցույց է տվել ժամանակը, որ ահա որ մեծ նամանավանդ այսօր մեծ սպառնալիքներ ունենք ու պետքա զարգացնենք, բնականաբար ոչ։ Թե տնտեսական, թե կոնկրետ անվտանգության հետ կապված ռազմական առումով զարգացման մեծ կարիք կա էլի։ Ընդհանրապես Հայաստանի անվտանգությունը հիմա ամենամեծ հարցականի տակ է։ Мы вообще как субъектность, мы абсолютно потеряли свой вес, и вообще мы не субъект больше. Поэтому Хима, просто типа те, кому он служит, и вся вот эта система, вся полицейское государство, кому служит, оно пока, видимо, есть противовесы, которые пока не допускают, а то нас бы уже проглотили с абсолютно большим аппетитом. Нам надо много очень денег вкладывать именно в военную экономику. Это номер один. И это надо было делать все 30 лет и сейчас. Потому что որնայում ենք Իսրայելին, ինքն էլ աղքատ պետությունից դառավ ամենահզոր պետություններից մեկը։ Ես տեսնում եմ, որ մենակ Հայաստանը պետք է ուժեղանա, որ ես հավատում եմ, որ վաղը չէ մյուս օր 20 տարի կանցնի 30 տարի, բայց Արցախը պետք է լինի հայկական։ Անվտանգությունը այս պահին միգուցե մի փոքր խարխուլ վիճակում է, բայց ունենալով Հայաստանում մեր քաջ եղբայրները, զինվորները, այդ թվում նաև իմ եղբայրներն են, որոնք այս պահին սահմաններում են, տեղեկացված եմ եւ բարեկեցիկ վիճակում է եւ նրանց հավատալով ես ապահով եմ։ Ժողովրդի համար ցավացող, մտածող, ոչ թե թալանող, գրփող, այդ եւ իշխանություն պետք է լինի։ Մարդիկ հավատան, հավատն է շնչի։ Եթե հավատ չներշնչեց, ելնի վախտին ենք արժանանալու։ Հիմա շատ տրենդային է, օրինակ Ամերիկայում նկատվում է, որ հենց Ամերիկան ինքը ուզում է ինչ անի, Ամերիկա կենտրոն, իրենք զորացնեն, բնականաբար մենք էլ ազգ ենք, ազգային պետություն ունենք ու ազգակենտրոն պետքա լինի։ Առաջինը գերակաշահը պետքա լինի պետությունը, ազգը նոր մնացած է։ Վարչապետը պետքա լինի քաղաքական կոպիտ ասած ֆիգուր, որը կարողանում է լավ ընտրություններ անել ու ինքն էլ դիվանագիտական գիտելիքներով լցված լինի։ Եթե մենք դատում ենք այն փաստը, որ մենք փոքր պետություն ենք, ապա փոքր պետություններում ղեկավարները պետքա լինեն ճկուն, շատ ճկուն, խոհեմ, գրագետ, կարդացած եւ ամենակարևորը այսին բոլոր թվարկածների առաջինը լինեն հայրենասեր, անդավաճան իրենց հայրենիքին եւ սկզբունքներին։ Հային այսօր միայն պակասում է անդավաճան լինելը։ Ուզեի, որ ժողովրդին շատ սիրեին
երբևէ իրենց շահը առաջինը չգնահատեին, առաջին իրենց մասին չմտածեին, նախ մտածեին հայ ժողովրդի, այն ժողովրդի, որը այս ամեն ինչին հակառակ դերևս սիրում է Հայաստանը, մնում է Հայաստանում ու սպասում է, որ իրենց մասին ինչ-որ մեկը ավելի մտահոգ կլինի իրենց համար, ապրողներիս համար։ Ուրիշ չեմ կարող նկարագրել ինչպիսին կարող է լինել։ Ես ուզում եմ, որ սիրեն Հայաստանը եւ իրենց ժողովրդին։ Հայաստանում ես մտածում ինչ правительство է պետք, Սինգապուրի նման, որ հիմա ամենը երևի զարգացած պետություններից մեկն է։ Ես այդտենց правительство եմ ուզում, որ Հայաստանում լինի։ Բայց Արցախը լինելու է հայկականը, հաստատ։ 20 տարի, 30-40, բայց գալու է այդ ժամանակը։ Ապագա Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է լինի իմ պատկերացմամբ, պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր հայ իրենց համար պետք է լինի բացարձակ արժեք եւ իրենք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, բայց այսօր կարծես թե այդ ամենը խեղաթյուրված է։ Ամենակարևորը ցանկացած երկրի հայկավար, եթե մի փոքր սիրի իր երկիրը, մի քիչ ավելի շատ քան իր կենցաղը եւ մնացածը, երևակայ այդ երկիրը կլինի ծաղկուն երկիր։ Մի քիչ շատ սիրեն իրենց հայրենիքը։ Կամ բա։